Ազգային ժողովի Անդրանիկ նիստը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ քաղաքացիական պայմանագրի իշխանության օրոք մնաց չօրհնված։ Նիստի սկսելուն պես ընդդիմադիր Ուժեղ Հայաստան խմբակցության անդամները հարց հնչեցրին, որտեղ է հայոց հայրապետը։ Սա իսկապես աննախադեպ իրավիճակ է, երբ աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստանում, որը համարվում է խորհրդարանական երկիր, մերժվում է վեհափառի օրհնությունը հենց ազգային ժողովի իշխանական падգամավորների կողմից։ ՔՊՀ-ական падգամավոր Fake ֆաբրիկայի հայտնի ղեկավար Տարոն Չախոյանը երեկ դարձավ թիվ 1 սկանդալիստը։ Շեֆին Փաշինյանին կրկնօրինակելով նրա հայտնի ոճով ի ցույց դրեց իր անհարգալից վերաբերմունքը ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին, ուղղելով անհիմն կեղծ մեղադրանքներ։ Ով է ձեր վեհապարը, Կտրիշ Ներսիսյանը։ Կտրիշ Ներսիսյանին կգնաք ու կփնտրեք այնտեղ որտեղ ինքը կա։ Ու այս ամենը նողկանք է, զազրախոսություն երկրի բարձրագույն ամբիոնից։ Նկատենք, որ սա ամենևին պատահականություն չէր։ Չախոյանը պատվեր կատարեց փորձելով արժեզրկել հայոց առաքելական Սուրբ եկեղեցու հեղինակությունը, եւ դա արեց օգոստոսի 7-ին ընդառաջ, երբ մեկնարկելու է կաթողիկոսի դեմ շինծու դատավարությունը։ Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորները, որ ազգային ու հոգևոր արժեքների կրողներ են, չէին կարող չարձագանքել բանսարկուի զազրախոսությանը։ Կգնաք ու կփնտրեք այնտեղ որտեղ ինքը կա։ Կտրիշ Ներսիսյանին։ Այդպես էլ հայ եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսի ու դրանով իսկ հավատավոր հայ ժողովրդի դեմ արշավ սկսած ՔՊՀ-ական падգամավորները մնացին առանց հայրապետական օրհնանքի։ Մինչդեռ ընդդիմությունը, Ուժեղ Հայաստանի ու Հայաստան խմբակցությունների падգամավորները օրվա ավարտին շտապեցին Մայրաթոռ հանդիպելու վեհափառին ու ստանալու նրա օրհնությունը։ Լեհ քաղաքական գործիչ փաստաբան Տոմաշ Լեխբուչեկը բաց նամակ է հրապարակել ի պաշտպանություն Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի։ Խորը ցավով եւ անհանգստությամբ եմ հետևում այն անարգ եւ անպատվաբեր արշավին, որը այսօր տարվում է Հայաստանի ներսում, ընդդեմ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի եւ Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի։ Որպես օտար ես տեսնում եմ ավելի պարզ. երբ հայը հարվածում է իր եկեղեցուն, նա հարվածում է իր սեփական հոգուն։ Ինչու եմ ես լեհս պաշտպանում Գարեգին Բ-ին, որովհետև ես գիտեմ, թե ինչ է նշանակում, երբ ուզում են ոչնչացնել եկեղեցին, որպեսզի ոչնչացնեն ազգը։ Բայց մենք գիտեինք, առանց եկեղեցու Լեհաստան չկա, առանց Էջմիածնի Հայաստան չկա։ Գարեգին երկրորդը օտյալ կաթողիկոսն է բոլոր հայերի, նա է նստած լուսավորչի գահին, նա է կրում այդ անհավատալի ծանր խաչը, պահելու ազգի միասնությունը Արցախի կորստից, պատերազմից եւ այս անհավատալի պառակտումից հետո։ Ուստի ես Տոմաշ Լեխբուչեկս այստեղից, Լյուբլինից բարձրաձայն ասում եմ. կանգ առեք, ձեռք մի տվեք իմ եղբայրների կաթողիկոսին, ձեռք մի տվեք Մայրաթոռ Սուրբ Էջմիածնին։ Եթե ուզում եք ուժեղ Հայաստան, ծնկի եկեք եկեղեցում, այլ ոչ թե եկեղեցու դեմ։ Հայք Նյուզ լրատվական։